ղեկավարության ուսումնասիրությունները շարունակվում են եւ կարծեք թե ամենաշատ բացերը նաեւ ձեր նախարարությունում են։ Խնդրի ասել ինչու եւ արդյոք դա վատ ժառանգություններ նախորդ նախարարից։ Գիտեք, սոցիալական պաշտպանության ոլորտը բավականին տարողունակ ոլորտ է եւ այս ոլորտում են իրականացվում այն հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են մեր քաղաքացիներին մատուցվող հիմնական ծառայությունները եւ գիտեք նաեւ, որ պետական բյուջեի շուրջ 27%-ը ուղղվում է սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացմանը։ Հետևաբար խնդիրները, որոնք կան եւ որոնց մասին ներկայումս շատ ավելի նաեւ առարկայական խոսվում են, դրանք խնդիրներ են, որոնք նաեւ աշխատանքի ընթացքում առաջացել են եւ այդ խնդիրներին մենք պետք է լուծումներ տանք։ Մեր խնդիրն է հիմնական ամբողջությամբ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մտահոգում են առաջին հերթին մեր բնակչությանը, քանի որ ես նշեցի, որ առաջին հերթին սոցիալական պաշտպանության ոլորտին են առնչվում բնակչության մեծ մասը եւ հատկապես անապահով անձին կամ խոցելի խմբերը բնակչության եւ դրա շրջանակներում ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել եւ իրականացվող ծրագրերը եւ մատուցվող ծառայությունները։ Կարծում եմ դա նորմալ գործընթաց է, շարունակական նաեւ գործընթաց է, որի շրջանակներում մենք նաեւ տեսանելի ապագայում կհասնենք հիմամոզմամբ լավ արդյունքների։ Պարոն Ասատրյան, նոր կադրային փոփոխություններ կլինեն Կարող են լինել կադրային փոփոխությունները, ես նշել եմ, երբևէ ինքնանպատակ չեն եւ չեն կարող լինել, բայց ըստ անհրաժեշտության, կապված աշխատանքային անհրաժեշտության հետ դրանք կարող են լինել եւ դրանք տեղի են ունենում։